Մենք ապրում ենք աշխարհի վերջին օրերի վերջին րոպեներում, վերջին վայրկյաներում։ Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Հակաքրիստոսը նեռը սատանայի որդին մարմնավորված իշխելու է ողջ աշխարհը շուտով։ Եվ Աստծո բարկությունն է լինելու աշխարհի վրա։ Եվ սա շատ կարճ ասված, շատ կարճ ասած։ Շուտով Տեր Հիսուս Քրիստոսը կգա իր ընտրյալների հետևից եւ նրանց կվերցնի երկրի վրայից, կտանի իր թագավորություն։ Տեր Հիսուսը չի իջնի երկիր, այլ երկնքից երկնքում լինելով նա կվերցնի իր զավակներին երկրից եւ մեռելներին հարություն կտա այն բոլոր մեռելներին, մահացածներին, ովքեր պատկանում են Հիսուս Քրիստոսին։ Այս ամենի մասին գրված է Նոր Քրիստականում Աստվածաշնչում, բայց ես հիմա դրա մասին չեմ երկար խոսելու, այլ ուզում եմ ասել, որ մենք ապրում ենք աշխարհի ամենավերջին օրերի վերջին վայրկյաներում։ Հիսուս Քրիստոսի գալուստը կարող է լինել ցանկացած օր։ Ամեն ինչ պատրաստ է հակաքրիստոսի իշխանության գալու համար, եւ երբ Տեր Հիսուս Քրիստոսը տանի իր զավակներին ողջ աշխարհին խաբելու են, ստելու են եւ որպես ճշմարտություն են ներկայացնելու, թե իբր այլ բոլորակայինները հարձակվել են երկրի վրա եւ տարել են մարդկանց։ Եվ շատերը մանրից կնկատեն, որ այդ մարդիկ, ովքեր չկան, քրիստոնյաներ էին։ Ուրեմն ես արդեն մի քանի օր մտածում եմ, ինչպես է հնարավոր, որ այս աշխարհը, որ նման է ուղղակի մի ռումբի, որը ես չեմ կարող ճիշտ բացատրել, բայց ֆիլմերում եմ հիշում, երբ ռումբը դնում էին ինչ-որ տեղ, ֆիլմերում երբ նայում էինք, ռումբ էր դրված ինչ-որ տեղ, որի վրա րոպեներն էին, հետո վայրկյաններն էին, հետ հաշվարկ էր։ Մեր երկրագունդը գտնվում է այդպիսի վիճակում, հետ հաշվարկ, րոպեներ, վայրկյաններ եւ պայթյուն։ Ինչ պայթյուն? Աշխարհի վերջ։ Եվ այսպիսի աշխարհում մարդիկ կարողանում են ապրելով դրա մեջ այս իրականության, չտեսնել այս իրականությունը։ Դա ինչպես է հնարավոր, որ չնկատենք, թե ինչ է կատարվում։ Եթե նույնիսկ իրական քրիստոնյա չես, եթե նույնիսկ Աստվածաշունչ չգիտես, չես կարդում, չգիտես, թե ինչ է սպասում, չգիտես, որ վերջին օրերն են, մարդիկ ինչպես է կարողանում չտեսնել այն, ինչ կատարվում է աշխարհում։ Շատ մարդիկ նախընտրում են չտեսնել, չլսել, լուրերին չհետևել, իրենց հորինաստեղծած իբր գունավոր աշխարհում ապրել, պոզիտիվ կյանքով ապրել եւ միևնույն է, երբ այդ հետ հաշվարկի վայրկյաներն ավարտվի, դուք չեք կարող այլևս չտեսնել։ Աշխարհը բոլորովին այլ է լինելու եւ այնինչ կսկսվի, ինչի մեջ որ կհայտնվեք, այսինքն կլինի Հիսուս Քրիստոսի եկեղեցու հափշտակություն, կլինի նեռի իշխանություն, կլինի Աստծո պատիժներ երկրագնդի վրա, պատերազմներ, սով, հիվանդություններ, դուք չեք կարողանա չտեսնել։ Ամերիկան վերցնում է Վենեսուելան, իրենն է համարում, պատրաստվում է Մեքսիկա, Կուբա վերցնել, Գրենլանդիա վերցնել, առանց պատերազմի իր ողջ իշխանությունը հնարավորությունը գործադրելով, գերիշխանությունը գործադրելով վերցնել։ Եվ այդ ամենը ուղղակի Ամերիկայի կամ նախագահի արածը չի։ Դա աշխարհի տերերի արածն է, նրանք պատկանում են սատանային, նրանք սատանայի ծառաներն են, սատանայի զավակներն են, եւ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, պատրաստվում է հակաքրիստոսի նեռի իշխանությունը, եւ այսպես պիտի լիներ, այս ամենը գրված է Աստվածաշնչում։ Վերցնել մի քանի երկրներ, պատրաստվում է հարձակվել Ռուսաստանի վրա, Իրանի վրա, Ռուսաստանը Ուկրաինան է ոչնչացնում, Չինաստանը պատրաստվում է Թայվանի վրա հարձակվել եւ հակառակը ամբողջ աշխարհում Իրանում տեղի ունենում մի բան, որը չէր կարող ոչ մեկ պատկերացնել, որ նման երկրում կարող է նման բան տեղի ունենալ, այդպիսի ցույցեր, բայց նորմալ է ամեն ինչ։ Ինչպես եք կարողանում մարդիկ այս ամենի մեջ մտածել, որ ամեն ինչ նորմալ է եւ դեռ կլավանա։ Դեռ կլավանա։ Մեզ սպասում է երրորդ համաշխարհային պատերազմ։ Ձեզ դուր չի գալիս, որ ես խոսում եմ այս ճշմարտությունները։ Դուք սկսում եք ինձ մեղադրել, դատապարտել, չարախոսել եւ այլն, որպեսզի ես կանգ առնեմ։
Բայց սա է ճշմարտությունը։ Հիսուսը իր զավակների բերանով խոսում է ամբողջ աշխարհում, հազարավոր իմ նման զավակներ կան, ովքեր խոսում են այս ամենի մասին, զգուշացնում են, որովհետև դա Աստծո կամքն է, որ զգուշացնի։ Որովհետև երբ Աստծո սուրը գալիս է երկրի վրա, մարդկանց վրա, նա զգուշացնում է, եւ ով որ լսում է, նրա հոգին փրկվում է։ Ով որ լսում եւ ընդունում է, դա ձեր ընտրությունն է։ Մեզանից հասնում է ձեզ նախազգուշացնել։ Դարձի եկեք, ապաշխարեք հայեր, բավական է դուք ձեզ խաբեք։ Բավական է մենք մեզ խաբենք։ Դարձի եկեք։ Ինչպես եք կարողանում չտեսնել այդ ամենը։ Պիտի մենք օգնենք, որ մեր երեխաները, մեր պատանի երիտասարդները դարձի գան։ Ժամանակ չկա, Հիսուս Քրիստոսն է վերադառնում։ Եթե դու կարծում ես, որ այն կյանքը, որով հիմա ապրում ես, դա ավելի կարևոր է, ուրեմն շարունակիր ապրել, բայց ցանկացած պահի, երբ Հիսուսը կվերադառնա, երբ նեռը կիշխի, երբ կխաբեն աշխարհին, կասեն, որ բոլոր անհետացած մարդիկ տարել են այլ մոլորակայինները, երբ սատանայի ընկած հրեշտակները եւ նրանց դիվական ոգիները ֆիզիկական մարմիններով դուրս կգան երկրի վրա, վախից մարդիկ կմահանան։ Բայց դուք նախընտրում եք հիմա իմ նմաններին ասել, որ մենք ենք ձեզ վախացնում։ Մենք չենք վախացնում, մենք զգուշացնում ենք, ինչ է սպասում աշխարհին։ Ապաշխարեք, դարձի եկեք, ընդունեք ձեր Տեր Աստծուն, ձեր Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Հիսուսն է միակ ճշմարիտը, ճանապարհը եւ կյանքը։ Ուրիշ ոչ մի ուղի, ուրիշ ոչ մի տարբերակ դու չունես փրկության։ Եթե Հիսուս Քրիստոսից բացի ուրիշ հնարավոր տարբերակներ ես փնտրում հավիտենական կյանքի, դու դժոխքում ես քո հավիտենական կյանքը անցկացնելու։ Եթե դու դժոխքից չես վախենում, որ սատանան քեզ խաբել է, թե դժոխք չկա, դու դժոխքում ես անցկացնելու քո հավիտենական կյանքը, իմացիր։ Եթե ինչ որ մեկը մերժում է, դրժում է դժոխքը, իմացիր, դու գնում ես դժոխք։ Որովհետև դժոխքը կա, դժոխքը իրական է եւ մարդը իր մեղքերի դիմաց գնում է դժոխք։ Եվ Աստված դժոխք չէր ստեղծել մեր համար, Աստված դժոխքը ստեղծել էր ընկած հրեշտակների համար, սատանայի համար։ Բայց մենք ընտրելով սատանային եւ սատանայի գործերը եւ մեղքերի մեջ մտնելով գնում ենք դժոխք, դա մեր ընտրությունն է, ոչ թե Աստծո, որովհետեւ Աստված ուզում է փրկել յուրաքանչյուրին։ Աստծո կամքն է փրկել յուրաքանչյուր զավակի։ Դա է Աստծո կամքը։ Իսկ մարդկության մեծ մասի կամքն է հիմա փակել ականջները եւ աչքերը։ Եվ սատանայի ստերով գայթակղված ու խաբված պատկերացնել, որ կյանքը դա վայելք է միայն եւ պիտի վայելենք, պիտի ապրենք, ինչքան հնարավոր է շքեղ կամ ճոխ, մարմնավոր, նյութական, պաշտամունքը Աստծուց տեղափոխել ենք նյութին, մարմնին, դա ձեր ընտրությունն է։ Իմ ընտրությունն է կատարել խոնարհությամբ իմ Տիրոջ կամքը, ծառայել նրան, նա ինչ խոսք որ կտա ինձ ես կփոխանցեմ ձեզ։ Անկախ նրանից, թե քանի հազար մարդ ինձ կասի, որ ես սուտ եմ, կեղծ եմ եւ Աստծո զավակ չեմ, Աստծուց չեմ խոսում։ Անկախ դրանից։ Եթե ես լավ չեմ խոսում, ճիշտ չեմ կարողանում խոսել, դուք խոսեք իմ փոխարեն, խոսեք, արեք մի բան, արթնացրեք մարդկանց։ Ինչ եք կարծում, ինչու եմ ես այս տոնով խոսում, որովհետև ես տեսնում եմ, Աստծո օգնությամբ տեսնում եմ ինչ է կատարվում աշխարհում։ Եվ երանելի են նրանք, ովքեր պատկանում են Աստծուն, որովհետև նրանք փրկված են։ Հիսուսն ասել է, ով ինձ հավատա, եթե անգամ մեռնի կապրի, որովհետև ցանկացած մարդ, ով մահանա, բայց լինի Հիսուսինը, ում մարմինը մահանա, նա ունի հավիտենական կյանք եւ նաեւ ստանալու է իր մարմինը, հարություն է տալու Աստված մեր մարմիններին, մեզ։
Մենք ունենալու ենք երկնային մարմին, ինչպես մեր Տեր Աստծունն է, ինչպես մեր Հիսուս Քրիստոսինն է։ Մահանա, միևնույն է կապրի, որովհետև Հիսուսն է կյանքը։ Հիսուսով դու ունես կյանք։ Հիսուսը քեզ կյանք է տվել, կյանք է տալիս, եւ դու կարող ես այն ընդունել։ Իսկ ով Հիսուսին չհավատա, ով Հիսուսին չընդունի, իր սրտի մեջ, իր հոգու մեջ, իր կյանքի մեջ, նա իր հավիտենականությունը անցկացնելու է դժոխքում, իսկ դա մահն է, մահ։ Հոգու եւ մարմնի մահ, դժոխք։ Բացեք ձեր աչքերը, բացեք ձեր ականջները եւ տեսեք ինչ է կատարվում աշխարհում։ Կանչեք Հիսուս Քրիստոսի անունը, կանչեք Հիսուսին ձեր կյանք, խնդրեք, որ նա ձեզ ցույց տա ողջ ճշմարտությունը եւ խնդրեք, որ նա ձեզ ների ձեր բոլոր մեղքերը, որ սրբի եւ լվա ձեր բոլոր մեղքերը եւ ձեզ նոր կյանք տա, ձեր հոգուն նոր կյանք տա եւ ձեր հոգին կծնվի նորից, երկնքից, նոր կյանք կտա Աստված ձեր հոգուն։ Դուք կլցվեք նրա Սուրբ Հոգով, նրա Սուրբ Հոգին, Աստծո Սուրբ Հոգին կսկսի բնակվել ձեր մեջ եւ դուք կտեսնեք ճշմարտությունը, որովհետեւ դուք տեսնում եք Հիսուսին։ Կլսեք ճշմարտությունը, որովհետեւ լսում եք Հիսուսի ձայնը։ Հիսուսն է ճշմարտությունը, չկա ուրիշ ճշմարտություն։ Չկա ուրիշ երանություն, եթե դուք ձգտում եք այս վայելքներին աշխարհի, դուք զրկում եք ձեզ երանությունից Աստծո կողքին ապրելու, Աստծո հետ ապրելու, Աստծո մեջ ապրելու, եւ որ Աստված ձեր մեջ ապրի, դա է երանությունը, դա է երջանկությունը, դա է հավիտենականությունը, դա է կյանքը, դա է իմաստը։ Մի զրկեք ձեզ դրանից, մի զրկեք ձեզ ձեր փրկությունից։ Այս կյանքը մի կարճ փոքրիկ կյանք է եւ յուրաքանչյուրս չգիտի որ պահին կվերջանա նրա մարմնական կյանքը, բայց նրանք են երանելի, որ գիտեն, որ այդ պահը երբ գա, ցանկացած պահի, եթե նույնիսկ նրանց մարմինը մեռնի, նրանք ունեն հավիտյան կյանք իրենց Տիրոջ կողքին։ Նրանք են երանելի։ Այս կյանքը ավարտվում է մի օր։ Եվ նա չի վախենում այդ մահից, ով գիտի, որ ինքը չի մահանալու, ինքը գնալու է Աստծո մոտ։ Հավիտյան։ Եվ այնտեղ նույնպես կյանք է։ Դուք կարծում եք ինչ է այնտեղ, ինչ է, ինչ-որ լռություն, ինչ-որ անհետաքրքիր ձանձրալի լռություն։ Դա երկնային քաղաքն է, մեր Տիրոջ երկինքն է, մեր Տիրոջ թագավորությունն է, որտեղ մենք կարող ենք ապրել հավերժ։ Այնտեղ մենք մեր տունը ունենք։ Հիսուսը մեր համար տուն է պատրաստել։ Այնտեղ է կյանքը, իրական երանելի կյանքը։ Մի խաբվիր սատանայի կողմից։ Մի գայթակղվիր այս կյանքի ամեն րոպեի վրա դողալով, որ ինչքան հնարավոր է շատ բան վերցնես։ Ոչինչ չես կարողանալու դիզել գանձեր ու պահել քեզ, գանձերը երկնքում են, քո գանձը երկնքում է, Հիսուսն է։ Եվ մեր սիրտը, ինչպես ասել է Հիսուս, այնտեղ է, որտեղ մեր գանձն է։ Եթե քո գանձը այստեղի տունն է, կամ մեքենան է, կամ պաշտոնն է, կամ ինչ-որ մի բանն է, կամ ինչ-որ մի մարդ է, ուրեմն քո սիրտն այստեղ է։ Իմ սիրտը այնտեղ է, երկնքում է, որովհետև իմ գանձը իմ Հիսուս Քրիստոսն է։